Ժերի արտահոսքի հետքերով բազմաբնակարան նորակառույց շենքը վերանորոգման փուլում է, հատակից ամբողջովին թրջվել է, այսինքն տունը, էլի շուրջ բոլորը, հատակի տակը ըստ երևույթին, ասում, այդպես ամբողջովին, պատի հետևը բաղնի։ Անցնում ենք որոնելուն, բայց դե նախնական այս խցաններից մեկը ինչ-որ երկար ժամանակ սանոր թողել է, հնարավոր է և հենց ինքնարար է, բայց պետք է հեսա հասկանանք արդյոք ունենք այս պայնը արտահոսքել, թե ոչ։ Թողումը նաև այստեղ, այսինքն դետալի, այս անկյունը որ կա, այդ մետաղական մասից, այսինքն մի քանի անգամ փաթեթավորումը փոխել եմ, 4 անգամ փաթեթավորել եմ, կարծել եմ, որ կարող է լենտայից լինի, լենտայից չի, այսինքն պլաստմասի ու մետաղի համադրությունից, այսինքն այդ իրա զավասկոյ սպլավից է թողում, այս հասկանանք ինչ ենք անում։ Այս հանգույցը, այսինքն այս վնասված ռեզբան, հին ռեզբան վերանորոգեցի, միևնույն է ճնշում անգնում, ջրոսման համակարգը անցել եմ տրասերովքի, վերանորոգումը տեղի ունենում sense դետալներով, այսինքն մեջի ռեզբան պայկայով քաշում անում ենք և սա լրացուցիչ պայկա ենք անում ենք, մի քիչ առաջակայում եմ, այսինքն մոտավորապես տեսվի կես սանտիմետր հիմնական մակարդակից առաջակայում եմ, բայց իդեալական լուծում է, եթե այդ ռեզբայի հետ խնդիր եք ունենում։ Միշտ տրասերովքն եմ անում, գծանշում եմ, թեկակցը, շարամոցինելը, աննոքոսի առանց գծանշանելու, ուղղակի տրամաբանորեն չի կարող հասկանալ, որ խողովակը տենց է գնում, սա միջանցքի հատվածը, անցնենք լսումների։ Դե ինչ ակուստիկ լսումները վերել է ստեղ և ստեղ, այս քանի որ ստեղ սալիկապատ է, էլի հակառակ կողմից կքանդենք։ Այստեղ հայտնաբերած է, այսինքն հիմա լսում ենք աղմուկը, ջուր չկա, օդով է, ջուրը հանած է, ու շատ վատ տեղ է։ Կարծում եմ, որ հակառակ կողմից է պետք է սալիկը քանդի պատվիրատանը։ Այս էլ մեր բարակ հոսքը, շատ բարակ, տրայլիկի, այս հատոցից է թողում, շատ վատ տեղից ու շատ բարակ։